Բարև ձեզ սիրելի հետևորդներ և դիտորդներ ջան, այսօր դուք դարձյալ գտնվում եք Ասիայի խոհանոցում, ձեզ համար պատրաստելու եմ պասուստոլմայի իմ տարբերակը, կփորձեք և կհամոզվեք, որ իրոք շատ համով է։ Զավարը, սիսեռը և ոսպը լցնում եմ, խառնեմ իրար ու վրան ջուր կլցնեմ, իսկ լոբին առանցին խաշելու եմ։ Բոլորը խառնեցի իրար, հիմա սենց լավ լվացի, ջուրը լցրել եմ վրան ու այսպես կթողնենք մինչև առավոտ։ Պասուստոլմայի համար մեզ հարկավոր է, սա նախօրոք դրել եմ, հիմա սոխը սոխորած կանեմ, այս կաստրուկայի մեջ կփաթաթեմ կեփեմ, այստեղ ունենք համեմունքներ, կարմիր բիբար, քաղցր և կծու, մի քիչ էլ սև բիբար, խառը կանաչի և ռեհան, մի քիչ ավելի շատ, վերցրել եմ ձեթը, տոմատը, այստեղ լոբին առանցին եմ եփել, իսկ այստեղ խառնել եմ սիսեռը, ոսպը և ձավարը և աղը շատ չենք անելու, քանի որ ունենք թթու կաղամբ, իմ դրած թթուի մեջ եմ գցել, որ մի քիչ արդեն պակասեց թթուն, այս կաղամբը գցել եմ մեջը հատուկ պասուստոլմայի համար, շատ համով է լինում և սոխորած անենք, այսքան բան է մեզ պետք պասուստոլմա փաթաթելու համար։ Եվ այսպես խառնեմ իրար։ Լոբին շատ էր թվում, բայց տեսեք, որ նորմալ է, այնց շատ չէր։ Դա տոմատն էլ հետն ենք շարից անում, որ ավելի համով լինի։ Իսկ համեմունքները արդեն լցրել եմ այստեղ։ Հիմա այսինքն փաթաթում ենք, այսինքն փաթաթելը վերջացրեցի, հիմա կդնեմ եփելու, տոչնի հերիքեց։ Նախօրոք ջուրը եռացրել եմ, հիմա կլցնեմ, մի քիչ էլ էի լցրել, քիչ եղավ, հիմա նորից եմ լցնում, հենց կողքերից ջուրը տեսնենք, արդեն հերիք է։ Լրիվ հերիք է սա։ Հիմա կթողնենք
արդեն սկսել է եռալ։ Մի ժամից ավել արդեն եփում է, մի քիչ էլ, մի կես ժամ էլ կսպասեմ, արդեն պատրաստ է։ Դեռ էլ հանել եմ, հեսա կկտրեմ, ցույց կտամ, ինչ ենք ստացել։ Հեսա նայեք, արդեն ես կտրել եմ մի հատը, այսինքն տեսք ունի ինքը։ Սենց, մի փոքր փորձենք։ Շատ համով է, կպատրաստեք, ինքներդ կհամոզվեք։ Սիրելի դիտորդներ և հետևորդներ ջան, ստացանք այսպիսի արդյունք։ Մնացեք ինձ հետ, դեռ ավելի լավ բաներ եմ պատրաստելու։ Այսքան է այսօրվա համար, Աստված ձեզ հետ։